Առաջի տեղը, որ ուզում եմ կարդալ, դա Առակաց 8-րդ գլուխ 17 խոսքն է։ Նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը, ասում է. ես սիրում եմ ինձ սիրողներին եւ ինձ կանուխ փնտրողները կգտնեն։ Գիտեք, ես երկար եմ խորել այս խոսքի շուրջ։ Ասում է ես սիրում եմ ինձ սիրողներին։ Գիտեք, հիմա եկեք դուրս գանք փողոց եւ այսպիսի մի հարցում անենք մարդկանց։ Դուք հավատում եք Աստծուն։ Գիտեք, երևի 80-ից 90%-ը կասեն մենք հավատում ենք Աստծուն։ Բայց գիտեք, այդ 80-ից 90%-ի մեջ երևի մի 5%-ը կամ 7-ը որ կլինի, որ իրանք իրականում սիրում են Աստծուն։ Գիտեք ինչի՞։ Որովհետև Ավետարան ասում է Առակաց 8:17, Ավետարան ասում է ինձ սիրողը իմ խոսքը կպահի։ Ինձ սիրողը։ Մենակ եւ ես ասում եմ ես սիրում եմ, բայց իր խոսքը չեմ պահում, ես չեղա որ սիրում եմ։ Որովհետև մարգարեներից մեկի մեջ այսպիսի բան կա գրված։ Ասում են նրանք շուրթերով են ասում, բայց իրանց սիրտը իմ մեջ չի։ Գիտեք, Աստված ամեն բան գիտի։ Եվ այստեղ ինչ ասում։ Առավոտ կանող փնտրողները ինձ կգտնեն։ Գիտեք, ես մի բան եմ հասկացել, երբ որ դու փնտրում ես Աստծո երեսը, դու ուզում ես իր ներկայությունը, ուզում ես իր հետ հաղորդակցվես, դու կգտնես։ Ինչի մարդկանց կյանքը չի փոխվում։ Ինչի մարդիկ գալիս են եկեղեցի եւ գնում են տուն եւ իրենց կյանքը չի փոխվում։ Ես գիտեք շատ անգամ դա ինչի եմ նմանեցնում, այն սերվակին կամ այն օրինակ հիմար շշին, որի խցանը փակ է, ու իրան մտցնում ես վանայի մեջ ջրով լցված։ Ուզում ես ամիսներով թող, ուզում ես տարիներով թող։ Հանելուց իր մեջ նորից դատար կա։ Գիտեք ինչի, որտեղ խցանը փակ է։ Գիտեք, բայց այն մարդիկ, ովքեր որ իրականում փնտրում են Աստծո ներկայությունը, գիտեք, իրանք պատրաստ են փոխվելու։ Իրենք պատրաստ են փոխվելու։ Իրենք պատրաստ են զիջելու։ Իրենք պատրաստ են լիքը բաներում փոխվելու, որտեղ իրանք ուզում են Աստծո ներկայությունը, որտեղ որ Աստծո ներկայությունը, այնտեղ խռովություններ չկան, որտեղ Աստծո ներկայությունը, այնտեղ բամբասանք չկա, անեծք չկա։ Գիտեք, դուք չեք կարող Աստծո ներկայության մեջ մեկին անիծել։ Երբ է մարդը անիծում, երբ որ չկա Աստծո ներկայություն իր կյանքի մեջ, եւ այստեղ գիտեք ինչ ասում խոսքը, ինձ կանուխ փնտրողները կգտնեն։ Երբևիցե մտածել ես, առավոտ կանուխ որ արտանում ես, ինչ ես փնտրում։ Գուցե ոմանք ասեն, Հովիվ ջան, առավոտ կանուխ արտանում եմ, գոմի դուրն եմ փնտրում, որտեղ տյանասներին կերակրեմ։ Առավոտ կանուխ արտանում եմ, Հովիվ ջան, կեսուրից պետք է հաստավոր գործի գնային, մեկ ասում է, այս մեկը պետք անեմ, այն մեկը պետք անեմ, այն մեկը երեխեքին պետք է ճանապարհեմ դասի։ Գիտեք, առավոտ կանուխ ինչ ես փնտրում։ Ես միշտ ասում եմ, եթե դու օրինակ հիմա ժամի 9-ին ես արտանում ու քո օրը սկսում է արթնացի 8-ից կես, արթնացի ժամը 8-ին, երեկոյան քիչ եղի հեռախոսի մեջ մի քիչ ավելի շուտ քնի, առավոտը կանուխ արթնացի եւ 1 ժամ առանձնացի Աստծո հետ։ Փնտրի Աստծո երեսը։ Փնտրի Աստծո երեսը։ Հիմա մեկը կասի ո՞նց փնտրեմ։ Ուզում եմ մի հարց տամ, անկեղծ պատասխանեք։ Քանիստ եք դրամ կորցրել։ Դրամ, փող։ Մի քանի հոգի, մնացած չեն կորցրել։ Իսկ քանիստ եք ոսկեղեն կորցրել։ Մի քանիսը։ Ասել եք, հա դե լավ, ոչինչ, կորավ։ Տենց է կարել։ Ու պատկերացեք այդ ենթադրենք այդ մատանին քո, ենթադրենք հայրիկի, մայրիկի կամ օրինակ իմար չգիտեմ, ինչ որ քեզ համար շատ կարևոր մեկի հիշատակն է։ Հա լավ, կորավ, ինչ, ոչինչ, գետամ խանութից թազենք առնեմ։ Գիտեք, ոչ մեկը տենց չի մտածում, համաձայն եք։ Տունը տակնու վրա են անում։ Ու գալի կանգնում են հատակի վրա, տեսնում են մանրահատակ չի, այսինքն ոնց որ այսօր մենք ասում ենք լամինատ, չէ, լամինատ չի հատակը, պոլա, փայտերից սարքած։ Ու մի ժամանակ էլ այդ փայտերի սարքած պոլերի արանքում սենց հետաքրքիր ճեղքեր կային, ֆռում ես ամբողջ տունը չես գտնում, եկել գալիս ես նայում ես այդ պոլին, ասում ես կարող ես պոլերը արդեն քանդեմ, որովհետև դա թանկ նվեր էր ինձ համար, կարող ես պոլերը քանդեմ, արդեն
Եթե քուրիկը ամուսնա սկսում խոսել մարդ, հարեսպոլը քանդենք, չի կնիկ, ռեմոնտի կարիք կա, պետք է լամինատ առնենք, բայց իր ուշքու միտքը մատանին է, ինչ լամինատ, ինչ պոլ ռեմոնտ անել, այ կնիկ փող չունենք, հա ոչինչ, բանկից կվերցնենք, բայց իր մտքի մեջ ասում է, մենակ համաձայնվեց, ասում եմ մատանից գտնեմ, այդ իմ համար շատ թանկ էր։ Համաձայն եք։ Դուք դες փնտրում եք, չէ՞։ Չեք ասում, հա դե լավ, ոչինչ։ Մի կարատանոց քարեր, ինչ է որ։ Ողորմածիկ մորս կամ տատիկիս նվերներ, հա ոչինչ, լավ։ Ես այդ թորոնս կասեմ, կորցրել եմ, քեզ չեմ կարող նվեր տամ։ Գիտեք, ոչ մեկը տես չի անում։ Տունը տակնու վրա են անում, տակնու վրա գտնելու համար այն արժեքավորը, որը որ իրականում արժեք է ներկայացնում իրենից։ Եվ որ դու 20 դրամ եք, 20 լումա եք կորցնում, ման չեք գալի, բայց որ 20,000 դրամանոց եք կորցնում, չեք ասում, հա դե լավ, ոչինչ։ Գիտեք, արդյոք մենք կարողանում ենք այդպես Տիրոջը փնտրել։ Արդյոք որ դու առավոտ արտանում ես, հենց առաջի բան ինչ ես անում։ Տեսնեմ ինձ ով է նամակ գրեմ, հատկապես նոր սերունդը արդեն մեծեն են այդտենց։ Ես մեկ-մեկ նայում եմ տատիկների ոնց են Facebook-ը վարում, ասում եմ մի հատ ուրիշ բան ասեմ, մարդու չասեք։ Բա որ տատիկները ռուլետկա են ֆրցնում հեռախոսների մեջ։ Կազինո։ Թոշակը ստանում են ու ռուլետկա են ֆրցնում։ Մեկ անգամ մի անձնավորության հետ խոսում էի։ Ասում ախպեր, դու թոշակը ստանալուց դու տենաս ինչ հերթ է կայանում մեկ-մեկ մի ժամանակ կար, հիմա արդեն արգելեցին քաղաքից բոլոր այդ կազինոները, այդ ապարատները, բոլորը մի այն ժամանակ է որ քաղաքի մեջ կար։ Ասում եմ ոնց են բիձեկը կներեք այս բառից, համար իր բառերն եմ ուզում։ Ոնց են բիձեկը հերթ կայնում, այդ բանի ապարատի մեջ փող են գցում, ռուլետկա են ֆրցնում։ Հիմա նայեք ուր ենք հասել մենք։ Այստեղ սերունդ կան ստած, որ ասում են մեղայացու մեր ժամանակ։ Գիտեք ժամանակները փոխվում են։ Ինչ ես դու փնտրում։ Արդյոք դու առավոտ կանուխ արտանում ես ու փակում ես քո դուռը քո վրա, մտնում ես քո ներսի սենյակում եք ասում հովիվ ջան, բա տենց բախտ չունենայի, որ ներսի սենյակ ունենայի, մա դու դուռը փակեի։ Որտեղ փակեմ, սաղ տեղերը թորներս են, մարդս է, երեխեքս են։ Մի հատիկ տեղ կա չեմ ասի անունը, կարաս թե ներսից փագես, կրանթի ջուրը բացես, իմանան դու լվասում ես։ Ասես Տեր, ես քո երեսն եմ ուզում։ Ասում եմ ուղղակի գա քո ներկայություն, ասես մեղայ Աստծուն, չի տես տեղ Աստծո ներկայությունը կգա, Աստծո ներկայությունը դրա վրա չի գար, Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ է գալիս։ Գիտես սկսիր այդ հաղորդակցվել։ Եվ գիտեք, երբ որ հետո դու դուռը բացես հելնես, մարդը նայելով երեսիդ կամ կնիկը նայելով երեսիդ, ասի երեսը ծածկի ես ինչ պայծառ է քո երեսը։ Ասես որտեղ ես գիտես, ասես չգիտեմ խի քո երեսը փայլում է։ Այս դու կարող անդեղ աղոթում էիր։ Մենք շատ տարիներ առաջ էր Վարչով էինք ապրում, աշտարակում անցում ասված թաղամաս կա։ Աշտարակում, եթե չեմ սխալվում, այդ մեկ գետնանցումն է, չէ՞ տակով, ուրիշ էլ չկա։ Մենք այդ թաղամասում էինք ապրում եւ մի խանութ կար, այդտեղից գնումներ էինք անում։ Մեկ օր այդ խանութի աշխատողը, երբ որ եկել է գնումները ինձ սենց արեց։ Ուզում եմ մի հատ քեզ հարց տամ։ Ասում լսեմ, խնդրեմ, համեցեք։ Դու կարող ես հավատացյալ ես։ Ասում եմ իհարկե, ձեռսս խփեցիր, ասում արա տենց է ջոգել էի, ասում ինչի՞ց։ Ասում չգիտեմ խի ձեր վրայից երևում է դա։ Գիտեք մի բան ասեմ, իրականում երբ որ դու Աստծո հետ հաղորդակցվում ես, իրական հաղորդակցվում ես, երբ որ դու փողոցում քայլում ես, մարդիկ դա տեսնում են, գիտեք։ Մարդիկ դա տեսնում են։ Ինչքան էլ որ դու ուզենաս խուսափես, մարդիկ մեկը դա տեսնում են, ձեր վարքից, ձեր մոտեցումից, ձեր նիստուկացից, բայց երբ որ դու Աստծո հետ հանդիպած մարդ ես, մարդիկ դա են տեսնում, գիտես։ Եվ ասում են, այն չետ հավատացյալը գնում է եկեղեցի անիծում է, այն չեն հավատացյալը հելում է սրաներ հետևից աղորը խոսում է, գնում այդ մարդկանց հետ նստում է, գալիս է մեր տուն այդ մարդկանցից է խոսում։ Գիտես դու Աստծո երեսը փնտրող մարդ չես։ Տակ տեղա հավես միջավայր է, բան կա, այսպես Mercedes-ի կլուբ կա, BMW-ի կլուբ կա, ֆուտբոլի կլուբ կա, այդ էլ բան է, քրիստոնեական կլուբ է քո համար։
Գնում ես դեղ նստում ես լավ այնտեղ, տակը հավես է, մարդիկ շփտում են, մեկ-մեկ հավես բաներ են անում, դուրս գալիս է, բայց գիտես Աստված քո կյանքի մեջ չկա։ Գիտեք այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, ես առավոտ ինչ եմ փնտրում։ Մեկ ասում է հոր ջան, առավոտ շուտ պրոթեզներս եմ մանգալի, թորներս գլխից սարքում եմ, գիշերը տանում են կռավատից մոտից։ Գիտես ամեն ինչ կարող ես մտածել։ Առակաց 2-րդ գլուխ 4-րդ խոսքում էսպիսի բան կա գրված։ Ասում է եթե նրան Առակաց 2-րդ գլուխ 4-րդ խոսքը, եթե նրան արծաթի պես փնտրես եւ ծածուկ գանձերի պես խնդրես, ծածուկ գանձերի պես։ Ես ուզում եմ այդ ծածուկը, այդ գանձի փոխարեն մի քիչ ուրիշ բան գնամ։ Գիտեք այնքան մարդկանց եմ հանդիպել, որոնք ոչ արդար ու ոչ սուր բաներ են սիրում, եւ դա գիտեք երբ են անում, ծածուկ, որ մարդ չտենա, ահա, ասես ծածուկ։ Հիմա ինչքան էլ որ կրանամ եք ինձ տենալ եք։ Գիտեք ծածուկ։ Գիտեք ես ինչ եմ հասկանում, երբ որ օրինակ հիմար իմ երեխեքս չէ, իմ երեխեքս, բայց իմ երեխեքը։ Մենք ասենք այդ ինչ էր, չհասկացանք, հա իմ հոգևոր երեխեքը։ Եվ որ ես մեկ-մեկ մտնում եմ իրանք հեռախոսներ արագ փակում են, ես հասկանում եմ, որ իրանք չեն ուզում տեսնեմ ես այն, ինչ որ իրանք այդ բանը տեսնում են։ Հիմա գուցե մեկ ասի, հով ջան, դա աղջկական բաներ դրա համար չէին ուզում դու տենայիր, համաձայն եմ, բայց ոչ միշտ է որ աղջկական բաներ է լինում։ Այդ նշանակում է իրանք ծածուկ բան են նայում, որ չեն ուզում հովը տեսնի, կամ գիտես, երբ որ դու մտնում ես, եկել քո երեխան պահում է հեռախոսը, դու հասկանում ես, որ ինքը այնպիսի մի բան է տեսնում, որ ինքը չի ուզում, որ դու տեսնես։ Եվ այդ ծածուկը միշտ իրան ձգում է։ Հիմա հարց։ Այ երբ որ այդ ծածուկը քեզ տես ձգում է, այդտենց դու ձգվես դեպի Աստծուն իր ներկայությանը, Սուրբ Հոգու հետ հաղորդակցության, հավատա քո կյանքում ամեն ինչ փոխվելու է։ Հավատա քո կյանքում ամեն ինչ փոխվելու է։ Գիտեք, ոչ մի մեղավոր մարդ, որ լինի գողացող, հարբեցող կամ անառակ, գիտեք, օրը ցերեկով գյուղի մեջտեղում իր արարքները չի անում։ Սպասում է մութ ընկնելու, որ մարդ չտենա, այն մի հատ մուլտիկ կա, չգիտեմ դա ինչքանով է լավ, ինչքանով է վատ, Ռոզովի պանտերա է, չէ՞, նա երաժշտություն կա, բաբամ, 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 բաբամ։ Գիտես, սպասում է մութ ընկնելու, որ նայում, ահա, SMS-ն եկավ։ Եկել եմ, գնացինք։ Մի հատ գնամ խանութ գամ։ Խանութը որտեղ է, օրինակ հիմա, չգիտեմ, մարդը Պերլիտում ապրում, ամենահեռու խանութը երևի նույնը թունելի մոտի խանութը, թունելի խանութը։ Ինձ մի հատ փոքրիկ գողտրիկ խանութ կա։ Բա ոտովից գնում, հա։ Հանգիստ իմ համար քայլով գնամ, 2 ժամ ինձ չսպասեք, այդ ամեն այդ խանութում մենակ ծախվում է ջուրը։ Այդ ամեն ծառեմ գամ։ Գիտեք, ծածուկ մեղավոր բաներ, որ ոչ մեկ չիմանա։ Ծածուկ մեղավոր բաներ, եթե մարդը այդպես ծածուկ, ասի գիտեք, գյուղապետարանի կողքին մի հատ խանութ կա, այնտեղ հետաքրքիր բաներ են, չեն վաճառում, դե նվիրում են, այնտեղ ուրախություն են նվիրում, այնտեղ խաղաղություն, այդ խանութն եմ ուզում գնամ, չեմ ուզում ասեմ եկեղեցի, էլի խանութն եմ ուզում գնամ, որ ուրախություն վերցնեմ, խաղաղություն վերցնեմ, գամ, մի քիչ հեռու է ճամփեն, 2 ժամ չեմ գալու, մինչև գնամ գամ 2 ժամ կանցնի։ Ու գիտես, երբ որ Տերը տենում է քո սպասումը, դու ոնց ես գալիս իր տուն, հավատացած եղեք, դու վերցրած, լցված գնալու ես հետ։ Եվ ասում նորից եմ ուզում կարդալ, ծածուկ գանձերի պես խնդրես, ծածուկ բաներ։ Մեկ անգամ մի հետաքրքիր մարդ էսպիսի մի բան ասեց, եթե դու չես կարողանում պատմել կամ վկայել, որտեղից քեզ այդ մեքենան կամ այդ տունը, ուրեմն արանքում կեղծ բաներ կան, որ դու չես կարող պատմել։ Ինչ դրամներով ես դու դա ձեռք բերել։ Ուրեմն կեղծ բաներ կան, թաքուն բաներ կան, որ դու չես կարող ասել, գիտես չկա, իմ կնոջ ասեմ, նարային գցել եմ, իրանից խնդրեցի մի $15,000,
ասի 3 օրից կտամ, ինքն էլ իմացա որ ես հովի մարդ եմ կտա, վերցրեցի ու էլ չեմ տալիս իրան։ Ես չեմ կարող դա պատմեմ։ Որտեղ կասեն բոլորը ու ոնց որ երեխեքին են ասում, հա, ես ինչ վատ մարդ է։ Գիտեք, մենք պետք է հասկանանք, ինչ ենք մենք փնտրում։ Ինչ ենք մենք փնտրում։ Եկեղեցի ընդཐུպ գալուց, եկեղեցու հետ հավաքվելուց ինչ ենք փնտրում։ Ես ուզում եմ այստեղ կանգնած լինեմ։ Գիտեք, խնդրեմ, արի կանգնի, բայց ինչ ես տալու մարդկանց։ Գիտեք, շատ մարդիկ մտածում են, որ եկեղեցի գնացի, այս ինչին տեսա, էլ չեմ ուզում գնամ։ Բայց չէ որ այդ մեկն էլ եկե փոխվելու։ Բայց չէ որ այդ մեկն էլ եկե Հիսուսին հանդիպելու։ Այդ մեկն էլ եկե Հիսուսին ուզում է իր կյանքի մեջ նորեջ բացի։ Հիմա նայեք, շատ մարդիկ այսօր եկեղեցում չեն։ Ուր են։ Գնացել են դրամ աշխատելու։ Հիմա հարց։ Եթե նույն քո ձգտումը դրամ աշխատելու այդպես ձգտես իր ներկայության մեջ ու իր հետ հանդիպելու, հավատացած եղեք գտնելու եք։ Հավատացած եք այնպիսի բան եք գտնելու, որ ոչ մեկ ձեր ձեռից չի կարող վերցնի։ Գիտեք Հիսուսը ինչ ասեց։ Ասեց մի վախեցեք նրանցից, ովքեր կարան ձեզ սպանեն ու վերջ։ Այլ ասեց վախեցեք նրանից, ով որ կարա ձեր մարմինը եւ ձեր հոգին գցի կրակի եւ ծծումի լճի մեջ։ Գիտեք ոչ ոք չի կարող ինձ Հիսուսից խլի։ Ոչ ոք չի կարող իմ ներսից Հիսուսին խլի։ Գիտեք կանանի մեքենան ինձանից խլեն, չգիտեմ պետությունը կարող իմ տունը ինձանից վերցնի, իմ ունեցվածքը վերցնի։ Իմ կնոջը կարող ինձանից վերցնի դնի բանտ, ինձ ուրիշ բանտ դնի, տղամարդկանց ու կանանց գաղութները տարբեր տեղեր են։ Մեզ առանձնացնի, բայց գիտեք ոչ ոք չի կարող ինձանից Հիսուսին հանի։ Եթե իմ ամբողջ կրծքավանդակը կտրեն բացեն, Հիսուսին այնտեղ չեն գտնելու։ Այնտեղ որտեղ որ Հիսուսին ներսում, այնտեղ իրանք չեն կարա։ Այս կոներեք մի քիչ այսպես ասեմ, ռուսերեն այդ բառը դոստուպ չունեն հասնելու այնտեղ, որտեղ որ Հիսուսի մեջն է։ Չեն կարող ինձ այնտեղից հանեն։ Գիտեք, ես այնքան sense ազդվել եմ այդ ռոլիկից, ես երեք էլ տղաների կան իրանց հետ էի խոսում ու մի բան ասում էի։ Փողոցում հիմա տեսախցիկներ են համարյա բոլոր տեղերը դրված, հատկապես խաչմերուկներին։ Եվ գիտեք այդ փողոցի խաչմերուկի այդ տեսախցիկը իմ համար շատ վատ տեսարան էր նկարել։ Մի մեծ բեռնատար ինքը պետք է ոնց որ աջ թեքվեր, իր հետևում սպասում է մի սովորական մեքենա, որ ճանապարհ ազատի, որ ինքը շարունակ իր ճանապարհը։ Մյուս բեռնատարը հարվածում է այդ բեռնատարի հետևին եւ այդ հարվածից կողաշրջվում է եւ իր մեծ կանտերը միանգամից այդ կանգնած մարդատար մեքենայի վրա։ Եվ գիտեք այդ մեքենան տապակեց։ Ու գիտեք այնքան եմ ես մտածել։ Ոչ մեկս երաշխավորված չենք։ Ոչ մեկս երաշխավորված չենք։ Ոչ մեկս երաշխավորված չենք, որ դու նստած ես այդ տաքսու մեջ, որ քեզ պետքա տանի, օրինակ հիմա չգիտեմ, քաղաք կամ օկտեմբերյան կամ այստեղից այնտեղ տանի, ոչ մեկս երաշխավորված չենք։ Բայց մի հատ մեծ հարց կա։ Ուր են գնում ենք։ Գուցե շատերն երկինք են գնում։ Բայց առավոտ կանուխ ես Facebook-ն եմ փնտրում, առավոտ կանուխ ես Instagram եմ փնտրում, առավոտ կանուխ տենամ ընկերս ինձ նամակ գրել է, թե բմբլները կամ ընդամոր ինձ նամակ չի գրել։ Գիտես, ասում եմ, եթե ծածուկ գանձերի պես փնտրես Տիրոջը, դեպքում կգտնես դու իրեն, գիտես։ Եվ որ դու Տիրոջը գտար, ոչ մի բան չես ուզենա իր հետ փոխես։ Ինձ 3 օր ու գիշեր հալածել են, գիտեք։ 3 օր ու գիշեր անընդմեջ։ Իմ կինս այդ ժամանակ դեռ իմ կինս չէր, ներկա եղե, ոնց է իմ ավակ եղբայր եկեղեցուց ինձ դեծելով տուն տանը։ Բայց ես նորից փախը գնացել եմ հավաքույթին։ Ինձ շատ ահավոր հալածել են, տարով ինձ հալածել են։ Ասել են դու հավատա, ոնց ուզում ես հավատա, բայց եկեղեցի մի գնա։ Ես ասել եմ ես առանց եկեղեցու կյանք չունեմ։ Գիտեք մի բան ասեմ, բարի լուր ունեմ ձեզ։ Երբ որ դուք իրականում սկսեք Քրիստոսով ապրել, քեզ հալածելու են։ Բայց դա ժամանակավոր է, երբ որ դու այդ փուլը անցար, այդ վհատության կոպիտ ասած փոսը անցար, շատ բաներ քո կյանքում փոխվելու է։ Բայց ոչ ոք չի ուզում հալածվի։ Չեն դիտող բան չասեն։ Չի լինում այդպես։ Մի առակ կա,
Սա թեմայի հետ կապ չունի, բայց ասեմ։ Մեկ օր խավարը գնում Աստծու մոտ բողոքելու։ Ասում ես լույսը ինձ անընդհատ ճնշում է։ Աստված նա առակա։ Աստված հարցնում է լույսին, ինչի ես խավարին ճնշում։ Լույսը ասում է, ինչ խավար։ Գիտեք, լույսի մեջ խավար չկա։ Եվ որ դու լույսի մեջ ես, խավարը ճնշվում է։ Քո ներկայությունից խավարը ճնշվում է։ Սիրելի եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, երբ որ դու ապրում ես սուրբ կյանքով, անառակները քո հետ ընկերություն չեն անում։ Գիտես ինչի? Որտեղ դու ամեն անգամ երբ որ խոսելու ես սրբությունից, խոսելու ես արդարությունից, խոսելու ես երկնքից, խոսելու ես դժոխքից, ինքը ճնշվելու, ինքը չի ուզենալու քո ներկայությունը, որտեղ ինքը մտածում է, այս մարդը գալիս է, իմ ցավոտ տեղերին է կպնում, իմ մեղքերը բացահայտում է, ու հանկարծ մի օր էլ Աստծո Սուրբ Հոգին քո ներսից սկսում է խոսել։ Այդ բանը, որ դու երեք գիշեր ժամը 3-ին արել ես, Տերը տեսել է։ Դու որտեղ ես գիտես, ոչ մեկ չկար այդտեղ։ Ես չկա այդտեղ, բայց Տիրոջ Հոգին այդտեղ էր։ Դժոխքս գնալու դու չապաշխարես։ Գիտեք, նման մարդիկ խուսափում են լույսից։ Երբ որ դու Աստծո մարդ ես ու Աստծուն փնտրող մարդ ես, դու իր հետ ապրելու ես, ու գիտես, խավարը սկսելու է ճնշվել քո ներկայությունից։ Եբրայեցիս 11:6-ում մի հետաքրքիր բան կա գրված։ Գրված է, բայց առանց հավատքի անհնար Աստծուն հաճելի լինել, որովհետև նա, որ Աստծուն մոտենում է, պետք է որ հավատա, թե Աստված կա, եւ վարձահատույց է լինում նրանց, ովքեր որ իրեն փնտրում են։ Ովքեր որ իրեն փնտրում են։ Գիտես, ուզում ես, որ Աստված քեզ վարձահատույց լինի, սկսի իրան փնտրել, սկսի իրականում իրեն փնտրել։ Հատկապես մեր նոր սերունդը, ես ահավոր ցավ եմ ապրում։ Արդեն երկրորդ շաբաթ է մեր կենտրոնի երեխաների հետ ես որոշակի այսպես պայմանավորվածություն ունեմ, դադարեցնում եք ձեր հեռախոսները, քիչ եք մտնում հեռախոսի մեջ, վերցնում եք գեղարվեստական գրքեր, հեքիաթի գրքեր, չգիտեմ ինչ որ գիրք, բայց ոչ դիվական։ Սկսեք կարդալ։ Որտեղ գիտեք, հատկապես այդ կարճ ռիլսները երեխաների միտքը բթացնում են։ Թերթում են, բայց իրանք ոչ մի բան չեն հասկանում։ Եվ շատ անգամ, երբ որ խոսում ես մեկի հետ, այն ինձ թվում է այստեղ մի սերունդ կա, որ բոլորը կտորմը երկինքը տեսած կլինեն, որ թորիկը հասնում այնտեղ, քիմթա ու կախում է ուղեղը, այդպես ասեմ։ Եվ որ մեկի հետ խոսում ես, ինքը չի կարողանում արագ կողմնորոշվի։ Մի հատված են ոնց որ կներեք մի քիչ էս կոպիտ ասեմ, ասենց հետո առաջ անում, որ միտքը աշխատի նոր կարողանա քո ասածին պատասխանել։ Բայց գիտեք, մեր սերունդը այդպես չի եղել։ Մեր սերունդին մենք միջև անգամ են հաշվիչ մեքենաներ, որ կալկուլյատոր են ասում, մենք դպրոց չենք տարել մեր հետ։ Մեր բոլոր թվաբանական այդ լուծումները մենք թղթի վրա գրիչով ենք արել կամ մտքով ենք արել, եւ մեր միտքը միշտ աշխատել է։ Այսօր բոլորը գնում են հեշտ բանի, չեն ուզում Աստծուն փնտրեն։ Իրենք բոլորը վազում են հեշտ բանի, հեշտ լինի, շուտ լինի, հեշտ լինի։ Գիտեք, եթե միսը ջեռոցում պետք է ֆի, օրինակ հիմա ես չգիտեմ, խոհարար չեմ, 30-ից 40 րոպե, ասում եմ շուտ եմ ուզում։ Դա շուտ կիսա ֆաբրիկա թանելու ես, հետո չգիտեմ, հետևանքները չեմ կարող ասեմ, ինչա լինում։ Այն որ առաջի բանը, որ չպետք է միսը արունով ուտես, արդեն միսը արունի մեջ սկսում է չփչփացնելով ուտել։ Նորից եմ ուզում այս տեղը կարդալ։ Առանց հավատքի անհնար Աստծուն հաճելի լինել, որովհետև նա որ մոտենում է, պետք է որ հավատա։ Եվ Աստված վարձահատություն լինում նրանց, ովքեր որ իրեն փնտրում են։ Ինչքանով ես փնտրում Աստծուն։ Ինչքանով ես առավոտելում ասում ես Տեր, չեմ ուզում ոչ ալվեմ, ոչ ծած սարքեմ, սա գնացել եմ տնից, մենակ ես եմ մնացել, ուզում եմ քո ներկայությունը։ Գալի Սուրբ Հոգի գաս, իրար հետ մի քիչ զրուցենք։ Գալի Սուրբ Հոգի գաս, մի քիչ իրար հետ շփվենք։ Գալի Սուրբ Հոգի գաս, ինձի պատմես, ինչ է գրված քո խոսքի մեջ։ Գալի Սուրբ Հոգի, ես վերցնում եմ Աստվածություն, ասում եմ ոչինչ, կես ժամ հետո ճաշը կեպեմ։ Ուզում ես 30 րոպեն, ես 40 րոպեն, ես մի ժամը, ուղղակի քո ներկայության մեջ քո հետ անցկացնեմ։ Գիտեք ինչ ամենացավալին, որ դու վերցնում ես քո բջջային հեռախոսը, մտնում ես սոցցանց, ու մեկ էլ չես հիշում, չես նկատում,
Հենց այդ բան գիտեք, հենց դու մտնում ես ցանց, այսպիսի մի հատ իրավիճակ է լինում։ Այն այդպիսի մի ֆիլմ կա, Transformer, հա, որ մեքենան դառնում է ռոբոտ, ռոբոտը դառնում է մեքենա կամ մեքենաները ձևափոխվում են, դառնում են, չգիտեմ, չափից ավել sense արագաշարժ մեքենաներ։ Մեկ էլ հենց այդ ժամանակը դառնում է այդպիսի չափից ավել արագընթացող մեքենա։ Մեկ էլ պատահաբար նայում ես քո ժամացույցին 2 ժամ անցավ։ Ախր նոր մի հատ ուզում էի տենայի մեր երկրի վարչապետը ինչ հայտարարություն արե, դուրս չեկավ, անցեն մյուսին, մեկ էլ դες մեզ 2 ժամ ժամանակը ասեն ստարտի կանգնած բազում է։ Բայց որ վերցնում ես Աստվածաշունչ, ուզում ես կարդալ, նայում ես րոպե չի գնում։ Կարդում եք, 5 րոպե է հələ։ Ես գիտեմ արդեն 2 ժամ կարդացել եմ, ես մտածում եմ 2 ժամ Տիրոջ խոսքն եմ կարդում։ Հարց, ինչի՞։ Որտեղ դու Աստծուն չես փնտրում։ Դու ակ ուզում ես կարդալու համար։ Սելի եկեղեցի կամ էլ մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, հիշեք, երբ որ դուք կարդում եք Աստվածաշունչը, դուք ձեր համար եք կարդում։ Երբ որ դուք մտնում եք աղոթքի, դուք ձեր համար եք աղոթում։ Երբ որ գալիս եք եկեղեցական հավաքույթի, դուք ձեր համար եք անում։ Դուք Աստծո համար չեք անում։ Գիտեք երբ եք Աստծո համար անելու։ Երբ որ գնաս մեկին պատմես Հիսուսի մասին, երբ որ գնաս մի հատ սովածի կերակրես, երբ որ գնաս մի հատ մերկին հագցնես, երբ որ գնաս մի հատ ծարավին մի բաժակ ջուր տաս, այդ ժամանակ ես դու Աստծո համար անում։ Մնացած ժամանակ դու քո համար ես անում։ Մեկ մտածեք, որ դու գալիս եք եկեղեցում, այսպես տակուկ, փափուկ նստում եք, տեսար Հիսուս ջան, քո համար ինչ արեցի։ Ոչ մի բան Հիսուսի համար չարեցի։ Այո, որ դու այստեղից դուրս կգաս ու կտեսնես մեկին սոված, ու կգնաս մի հատ տակ ճաշ կսարքես այսպես, կլցնես մի հատ ուրիշ ամանի մեջ, մենք թերմոս ենք ասում, չէ՞, որ տակությունը պայու կտանես իրանք ասես, գիտես, ուղղակի Աստված իմ սրտին խոսել է, որ այս տակ համեղ կերակուրը բերեմ քեզ։ Այնքան ամանի բերանը բացում ասում լսեք, գիտեք ես այնքան եմ ազդվել։ Երեխաներից մեկը, երբ որ նոր էր եկել ինքը կենտրոն, մենք ամեն անգամ որ մեր երեխաներին կերակրում ենք պարտադիմ տիմսային մասալինի մեջ։ Եվ գիտեք այս երեխան երբ որ գտալը մցրել էր ճաշի մեջ, ասել էր վայ, իմ ամանի մեջ միս կա։ Գիտեք դա իմ վրա հենց էր ազդել։ Գիտեք դա նշանակում է այդ երեխայի տանը ի վիճակի չեն միս առնելու։ Ես մեր խորան ասացի ամեն անգամ իրան առանձին կերակրեք։ Կերակրեք, որպես այդ երեխայի աչքը ոչ միտեղ էլ չլինի։ Դուք պատկերացնում եք երեխա է։ Երեխաները մեծերի պես չեն, որ ասեն ինք աֆերիստ են։ Ինքն փոքր երեխա է, ճանաչում եմ իրան, ասես, տեսնես աֆերիստություն արեց, որ ուշադրություն գրավի։ Ոչ։ Բոլոր երեխաները նստած կերակրվում են ու հանկարծ ասում, վայ, իմ ամանի մեջ միս կա։ Դա գիտեք ին վրա ոնց էր ազդեցություն թողել։ Հարց, ուզում ես Հիսուսի համար մի բան անել, կերակրի մեկին։ Հագցրա մեկին մի բաժակ ջուր տուր։ Այդ դեպքում դու Հիսուսի համար ես անում, գնա մեկի կողը նստի ու ասա, գիտես, եկել եմ քեզ ասեմ, որ Հիսուսը քեզ սիրում է։ Գիտեք շատերը փափագում են այստեղ կանգնել ինչ-որ բան ասել։ Գիտեք, այստեղ կանգնել բան ասելը չի ծառայությունը։ Գիտեք ծառայությունը որն է, որ կարաս գնաս մեկին, տեսնես նստած է, սոված, ծարավ, չգիտեմ, մերկ, ասես գիտես կա, Հիսուսը քեզ սիրում է, ուզում եմ քեզ կերակրեմ։ Ես հավաքել եմ մեր բոլոր կենտրոնի, բոլոր իհարկե չեկան ծնողներին եւ ասի մեր սրտում այսպիսի մի բան կա, մենք ուզում ենք անել մեր երեխաների ձեռքով, որպեսզի նաեւ այս սերունդը, որ մեծանում է, իրենց մեջ բարձրանա մեծի նկատմամբ հարգանքը։ Ասում մենք ուզում ենք երեխաների ձեռքով, իհարկե մեր խոհարարի գլխավորությամբ պատրաստել կերակուր, մենք դա տոներից հետո սկսելու ենք դա անել։ Եվ այցելելու են, գտնելու են գյուղում այն մարդկանց ծերերին հատկապես, որոնք որ մի փոքր էլ անապահով են, թեկուզ ապահով լինեն, բայց ծերերին ու միայնակ են, տանելու ենք այդ երեխաները իրանք իրանց ձեռով սեղան են դնելու, ծերերին կերակրելու, ամաները լվանելու են, հետ գան։ Կասես ինչի, ասեմ ինչի, որ այս սերունդի մեջ մեծի նկատմամբ հարգանքը փոխվի։ Որտեղ այսօր խնդիր է։
Գիտեք, մենք մի սերունդ ենք եղել, երբ որ տեսել ենք մի ծեր մարդ, տոպրակները ձեռը գնալուց մենք վերցել ենք միջև հացրել ենք իր տունը, թող հետ ենք եկել։ Բայց հիմիկվա շատ երեխաներ, հələ մի բան էլ ծիծաղում են, հələ նայ տես կորացած քայլում է բան, այս բիձեն կամ այս պարավը։ Գիտեք, սա իմ համար ցավ է, որովհետև Աստվածաշունչը մեզ սովորեցնում է մազը ճերմակացի առաջ կանգնի։ Այսինքն հարգի պատիվ տուր։ Իսկ եթե մենք բոլորս չենք մտածում դրա մասին, ապա ով է անելու։ Դուք ստեղ եք։ Այ երբ որ դու փնտրում ես Աստծուն, դու այս աշխարհի ստանդարտներով չես մտածում։ Դու մտածում ես վերին ստանդարտներով։ Չես մտածում ոնց որ աշխարհն է մտածում։ Մտածում ես ոնց որ երկինքն է ուզում։ Դու սկսում ես փոխհարաբերությունը կառուցել Աստվածաշնչի հիման վրա։ Գիտեք, բոլոր բարոյական օրենքները այստեղ է գրված։ Բոլոր բարոյական օրենքները։ Եվ երբ որ դու այսօր քո երեխային, քո թոռին, չգիտեմ, մեկին չես կարողանում սովորեցնել այս բարոյական օրենքները, այդ դեպքում ինչ ես սովորեցնում։ Եվ որ դու երկու բան ասում ես մեր ժամանակ, տատի դուք հին մարդ եք, մի բան ժամանակները տենց չի։ Ով էր տեսել 8 գույնանի մազ ներկած մարդը տնից դուրս գար։ Երևակային մեծամասնության երեք բռնեն գլուխները կխոզեին։ Մենք ապրում ենք այդ ժամանակում, ու ավելի վատ ժամանակներում, եթե մենք չտանենք լույսը։ Բայց դու երբ կարող ես լույսը տանել, երբ որ դու փնտրում ես լույսին։ Երբ որ դու լույսը չունես, ինչ ես տանելու։ Գիտեք, հաճախ մարդիկ ասում են, ես փնտրում եմ Աստծուն։ Գիտեք, ես ուզում եմ ասել բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ մեզ կլսեն, ոչ կլուբներում, ոչ գիշերային ակումբներում, ոչ փողոցներում, ոչ գիշերվա ժամը 12:30-1-ից հետո փողոցում թրև գալու դու Աստծուն չես գտնի։ Դու մեղքի մեջ Աստծուն չես կարող գտնել։ Ոմանք ասում են, ես Աստծուն ուզում եմ գտնեմ։ Ասում ես, լսի, դու Աստծուն չես կարող գտնել մեղավոր պիղծ կյանքի մեջ։ Դու Աստծուն կգտնես այնտեղ, որտեղ որ ինքն է։ Գիտեք, ոչ մեկը չի կարող գնալ գիշերային ակումբ, ունդեղ Աստծուն փնտրի։ Ասեք ելեմ այստեղ, այդ քավլիցի ես երբևիցե չեմ եղել եւ բացարձակ դիրքեր չունեմ գնալու։ Երբեմն ֆիլմերի մեջ որ մեկ-մեկ տեսնում ես այդ ահավոր բարձր աղմուկ, ահավոր բարձր երաժշտությունը, գիտեք դա խլացնում է միջև անգամ մարդիկ իրար հետ չեն կարող խոսել։ Եվ բերում է մարդու վրա ուրիշ բացասական ազդեցություն, ու մարդը գնում է տեղ, ուզում է Աստծուն փնտրի։ Ես եկել եմ այստեղ Աստծուն փնտրելու, մեր աղջիկները պարում են, ես եկել եմ Աստծուն փնտրել։ Գիտեք, սխալ տեղ ես գնացել, գեր։ Գնում եմ նարգիլեի կլուբ, որտեղ բոլոր նարգիլե են ծխում Աստծուն փնտրելու։ Ընկեր, այնտեղ Աստված չկա։ Երբեք Աստծո հոգին պղծության մեջ չի ապրում։ Բայց որտեղ փնտրեմ Աստծուն։ Առաջինը քո ներսի սենյակում, երկրորդը իր տանը։ Երրորդը այն մարդկանց մեջ, ովքեր որ Աստծունն են։ Այլապես դու սխալ տեղ ես փնտրում Աստծուն։ Ես կգնամ գործտեղ Աստծուն կփնտրեմ։ Որտեղ ես աշխատում։ Չտարունակեմ։ Գիտեք, սա ցավալի է։ Սա ցավալի է։ Ես ամբողջ օրը սոցցանցերում եմ։ Այս ռոլիկից են ռոլիկը, այս ռելսից են ռելսը, այս նյութից են նյութը։ Գիտես դու Աստծուն չես կարող այնտեղ գտնես։ Բա գիտեք այնտեղ լիքը հովիվներ կան, Գորմեխակյանը, Արտուր Սիմոնյանն է։ Գիտեք, այս մեկն է, Սևակն է, այս մեկը բոլորը այնտեղ քարոզում են։ Գիտես մի բան ասեմ, եկեք դες մի խաբեք։ 3 րոպե մեկի հովներից մեկի քարոզը լսում ես, հետո մեկ էլ մի հատ ռեկլամա գալիս։ Ճլո, հետո նա ինչ ռեկլամ էր։ Ու հիմա գիտես ամեն բանի վերջում կամ կեսից անջատվում ռեկլամա միանում։ Գնում ես այդ ռեկլամը նայելու, այդ ռեկլամից մի հատ ուրիշ բան, մեկ էլ տեսնում ես, որ արդեն իբր դու պետք է քարոզը լսեիր, 3 րոպեից հետո դու արդեն 3 ժամ ուրիշ բաներ ես տեսնում։ Ժամանակը վերջացավ, դու պետք է անցնես ուրիշ բանի։ Կընտրեմ ես как նվագեք էլի։ Գիտեք ի՞նչն ամենացավալին։ Որ շատ անգամ մարդիկ չեն հասկանում, երբ որ փնտրում են Տիրոջը,
իրենց կյանքի մեջ ինչ հրաշալի հետևանք է բերում Տերը։ Սաղմոս 34:10 նայեք ինչ է գրում Տիրոջ խոսքը։ Առիթի կորուները չկավորություն ու անօթություն են կրելու։ Առիթի կորուները ասում է չկավորություն ու սով են ունենալու, սակայն Տերը փնտրողներին բարությունը պակաս պիտի չլինի։ Երբ որ դու Աստծուն փնտրում ես, քո կյանքի բարությունը պակաս չի լինելու։ Հիմա կասես, այդ դեպքում ինչի դու հիմա խնդիր ունես։ Դա մեր աշկերով է խնդիր։ Գիտեք, ես երեք առաջ օրը մարդիկ կան իրենց հետ խոսում էի։ Ասում եմ, ես վստահ չէի։ Եթե պատերազմ իմ տղային խլած չլիներ, ես այսօր 40 երեխա կունենայի, թե չէ։ Ես չգիտեմ այդ 40 երեխուն ինչ որ այսօր մենք կյանք ենք դրել այդ երեխաներին բարձրացնում ենք, մենք տես կանեինք, թե չէ։ Ես վստահ չեմ։ Ես հաստատ վստահ չեմ, դա կանեի, թե չէի անի։ Բայց ինքը դարձավ պատճառ, որ այսօր մենք 40 երեխու կերակրում ենք, հոգ ենք անում, խնամք ենք անում։ Ամեն բան իրենց համար ներդրում ենք անում, որպեսզի իրենց կյանքը փոխի, որտեղ իրանք մեր ապագան է։ Հիմա կասես, դա բարիք է, մենք հիմա ենք մտածում գուցե դա չարիք է։ Բայց գիտես, գալու է մի ժամանակ, որ տեսնելու ես, որ այդ ամեն մի երեխան դարձել է մի հատ պիտանի մարդ, Աստծուն, երկրին, ազգին, հասկանալ ես, որ բարիք ես արել։ Նորից եմ ուզում այդ տեղը կարդալ։ Առյուծի կորուները չքավորություն ու սով կունենան, սակայն Տերը փնտրողները բարությունը պիտի չպակասի։ Գիտեք, գուցե մեր աչքին ինչ-որ բան կա, որ չար է, բայց եթե Աստծո աչքերով նայես, գուցե ամեն բան բարի է։ Չէ՞ որ մեր գլխավոր նպատակը երկինքն է։ Մենք ուզում ենք տուն գնանք։ Գուցե կարոտ կա, գուցե ցավ կա, գուցե sense խեղդում է կոկորտդ կարոտից։ Բայց երբ որ գիտես դու երկնքում հանդիպելու ես, դա քեզ հույս է տալի, ուրախություն է տալի։ Չէ՞ որ դու հիմա այստեղ ապնստած ես, կամ դուք որ լսում եք մեզ, ձեր փափագը երկինքն է։ Գիտեք, քրիստոնեությունը բիզնես չի։ Քրիստոնեությունը կյանք է, որ դու պետք է ապրես։ Տիրոջ փնտրելու հետևանքը, նորից եմ ուզում ասել, բարությունը պակաս պիտի չլինի քո վրայից։ Գուցե մեկ ասի, բա ինչի եմ կյանքում այսպիսի խնդիրներ առաջացել։ Ես նորից եմ ուզում գալ ամենասկզբի ասացիս, երբ որ մեր քույրերից մեկը սկսեց իրականում Աստծուն փնտրել, իրականում սկսեց աղոթել իր սերունդի համար, Աստված բարությունը ցույց տվեց ու մեկի տեղը բոնուսով, զույգով տվեց։ Ասես մի հատ քիչ է երկար է սպաս, արի քեզ բոնուսն էլ հետը տամ զույգով։ Եմ որ ասում մեկը գնի, մեկը նվեր ենք տալիս, ինքը մեկի համար էր աղոթում, Աստված երկրորդը նվեր տվեց։ Աստված բարի է։ Աստծո ամեն արածը բարի է։ Եթե ինչ-որ մեր պատկերացմամբ դժվարության մեջ են կամ խնդրի մեջ են կամ ինչ-որ, բայց մեկ Աստծո արածը բարի է։ Բայց երբեմն մարդիկ իրենք են իրենց մատը տանում, իրենց աշկը հանում, ասում բախի եղավ, որտեղ դու ես դանդրել։ Ես նորից եմ ուզում գամ քիչ առաջ ասածս խոսքին։ Եվ որ դու գնում ես կլուբներում կամ մեղավոր տեղերում Աստծուն ման գալու, այնտեղ դու չես գտնելու Աստծուն, այնտեղ մեղքին ես գտնելու։ Եվ որ հարևաններդ բոլորը վատ կյանքով են ապրում ու դու ամբողջ օր իրենց հետ նստած սուրճ ես խմում, Աստծուն ման մի արի այնտեղ։ Իրանք քեզ Աստծո մասին չեն պատմելու, իրանք քեզ պատմելու իրենց մեղավոր բաների մասին։ Եվ որ դու մեկը անընդհատ անեծքով շարժվող մարդ է ու դու անընդհատ իր հետ ընկերություն ես անում, ու ինքն էլ մի քիչ ազդեցիկ մարդ է, մի ակնկալի ուրիշ բան, մի օր դու էլ ես սկսելու անիծել։ Գիտեք, առաջի Թագավորաց 10-րդ գլխի մեջ մի մարդու մասին կա գրված, որի անունը Սավուղ է։ Գիտեք, գնացել էր էշեր ման գալու։ Առաջի Թագավորաց 10-րդ գլուխ 14 խոսքում։ Գիտեք, բայց երբ որ էշերը չգտավ, որոշեց գնալ Սամուելի մոտ։ Ուզում եմ կարդալ։ Սավուղի հորեղբայրը նրան ու նրա մանչին ասեց. «Ուր գնացիք»։ Նա ասեց. «Էշերը փնտրելու»։ Բայց երբ տեսանք, որ չկան, Սամվելին գնացինք։
Գիտեք ինչ եմ ուզում այստեղ քեզ ասել։ Հաճախ դու ինչ-որ բան ես փնտրում ու չես գտնում, վազի Աստծո մոտ։ Աստված ունի քեզ պատասխան։ Գուցե մեկ ասի ես արդեն երկար տարիներ աղոթում եմ, պատասխան չունեմ։ Շարունակի։ Ես արդեն այս տարի 5-րդ տարին է, որ աղոթում եմ։ Դեռ իմ հարցի համար Աստված չի խոսել իմ հետ, բայց ես շարունակում եմ։ Ես շարունակում եմ։ Ու ես սպասում եմ իրեն։ Գիտեք, այս մարդիկ գնացել են իրենց էշերը ման գալու, գնա տեսամ չգտած, գնաք Սամուել տեսնենք ինչ ասում։ Գիտեք, ցանկացած իրավիճակի մոտ Աստված ունի քեզ համար պատասխան, եւ որ դու փնտրես իր երեսը, դու պատասխանը կունենաս։ Գիտեք, երեկոյան այստեղ այնպես հրաշալի Աստծո ներկայություն կար։ Գիտեք, ես վեր եմ կացել, Աստված իմ սրտին խոսեց։ Գիտեք, ես մոտեցել եմ իմ կնոջը գրքի, ու ինչ-որ բաներ եմ իր հետ խոսել, որտեղ Տերը իմ սրտին խոսել, դեռ մինչև այդ Տիրոջ ներկայություն էի փնտրում։ Եվ որ դու Տիրոջ ներկայություն ես փնտրում, ինքը իր ներկայության մեջ սկսելով քո հետ խոսել, սկսելով քեզ ասել բաներ, որ գուցե այդ պահին քեզ դուր չի գալի։ Գուցե քո հարցի պատասխանը, գուցե ուրիշ բան է։ Ու դու անում ես դա, ու հասկանում ես, որ Աստված խոսեց քեզ հետ։ Գիտեք, Աստված նկար չի, սրբա պատկեր չի միտեղ կախած, որ ոչ բերան ունի, որ խոսում է, բերան ունի, բայց չի խոսում, ականջը նկարած է, բայց չի լսում քեզ։ Այն Աստված ում մասին որ ես խոսում եմ, ինքը բերան էլ ունի, ականջ էլ ունի, աշկ էլ ունի, ձեռք էլ ունի, որ կարա մեկնի ու քեզ օրհնի ու բժշկի։ Քո կյանքի բոլոր իրավիճակի համար կարա ինքը խոսի։ Գիտեք, Հովիվ Գորիկինը ինձ մի նամակ էր ուղարկել։ Եվ երեք մի հյուր ունեինք, հրաշալի Աստծո մարդ։ Ինքը որոշել է, չգիտեմ, իր սրտում եկել որ գար այստեղ մեր հետ աղոթքի մասնակցեր։ Ինքը սկսեց խոսել այն բանն, ինչ որ Հովիկին ուղարկել էր։ Ասում Աստվածին, երկու տարբեր մարդիկ իրարից անկախ։ Դու խոսք ես ուղարկում ինձ։ Գիտեք, այնքան ժամանակներ են, որ ինչա դուք մտածում եք մեր համար հեշտ է։ Այնքան բաներ կա, որ մեր համար շատ դժվար է։ Այն մարդիկ, ովքեր որ մեզ ավելի sense մոտ են կանգնած, իրանք գիտեն մեր դժվարությունները, բայց նաև գիտեն, որ մենք այդ դժվարության մեջ Աստծո երեսը փնտրելով ծառայում ենք իրեն, առանց տրտնջալու, առանց հետ նայելու։ Սելի եկեղեցիկ ամեն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, փնտրեք Աստծո երեսը։ Փնտրեք Աստծուն։ Գիտեք, ժամանակները չար են ու կարճ են։ Գիտեք, մի փնտրեք արծաթն ու ոսկին։ Մենք ասեք ինչ չգնանք աշխատելու, գնացեք, ով ասում որ չգնանք։ Քամիցի։ Ես ինքս էլ աշխատող մարդ եմ։ Շաբաթվա 3 օրը կամ ժամանակ կլում 4 օրը, ես էլ եմ գնում իմ աշխատանքին։ Այն մնացած շաբաթը գիտի, չգիտեմ 3 օրը կամ 4 օրը այստեղ եմ, այն մնացած ժամանակ գնում եմ վաստակելու, որ կարողանամ իմ կարիքները օգամ, իմ ընտանիքը օգամ։ Գիտեք, շատերի մոտ տպավորություն է, որ այս մարդիկ եկել են, այսքանը որ անում են ինչ միլիոներ ունեն դիզած։ Գիտեք, փառք Աստծուն, թող իրանց մտածածի պես լինի, որ միլիոներ ունենանք դիզած։ Որտեղ Աստված գիտի, որ ինչքան շատ են, որ այնքան ավելի շատ են ներդնում իր տան մեջ ու շատերի կյանքը փոխելու մեջ։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, ում եմ ես փնտրում, ում։ Գիտեք, շատ անգամ Աստված խոսում է։ Մենք ամսի 28-ին մեր երեխեքի համար անակնկալ ունենք։ Ես մտածում եմ, ո՞նց անենք, ասես դու արեք։ Всё, դեռ ո՞նց ասում ես, դες կանենք։ Ես անգեցի որ ծառայում, ասես կան գումար եմ փոխանցելու քեզ։ Հենց շատ լավ ժամանակն է։ Մի լավ մեքենա եմ սարքել, լավ գումար եմ տվել, ասեք ինչքան ենք փոխանցում։ Որ մեր երեխեքը անակնկալ ունենա։ Մարդու չասես, ես թաքուն ասեմ։ Ամսի 28-ին երեխուդ հետ վերցրի արի։ Յանք լավ ժամանակ ունենա։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Որ դու պետք է հասկանաս, որ դու պետք է հասկանաս, լսեք բլինչիկը չի փախնելու, ոչ էլ խոզի բուդա ջեռոցից փախնելու, բայց այդ օրը, ասա այդ օրը,
էլ չի կրկնվելու։ Էլ չի կրկնվելու։ Եթե դուրնա։ Գիտեք, երեկվոր էլ չի կրկնվելու։ Երեկվա 3 էր վերջ։ Ժամը 1 է, այսօրվա էլ չի կրկնվելու։ Ժամը 1-ն էր ու վերջ։ Բայց գիտեք, այդ նույն բլինչիկը, այդ նույն դոլման, այդ նույն խոզիբուդը, այդ նույն խմորեղեները, այդ նույն աղցաները դու կարող ես, չգիտեմ, օրը 12 անգամ կրկնել։ Բայց գիտեք, այդ օրը չի կրկնվելու։ Որտեղ ամեն տարի մի ուրիշ ձևի է լինում միջոցառումը։ Գուցե մեկած, հա ոչինչ, ես ինտերնետով կտեսնեմ։ Այդ դեպքում ինտերնետով տես ոնց եմ բուդը ուտում ու կեր։ Առանց քո սեղանին ունենալու։ Տեսեր մեկը ոնց է բլինչիկը տշտժացնում ու դու այդ հոտը վայելի համակարգչի մեջից։ Ասես այդպես բան չի կարող լինել։ Այդ դեպքում ինչի ենք մենք ամեն ինչը նախընտրում օնլայն։ Եվ որ դու ունես հնարավորություն։ Սելեք եղեցիք ամեն մարդիկ ովքեր մեզ կլսեք։ Խնդրում եմ ձեզ։ Մտածեք, ինչ եք փնտրում դուք։ Կամ որ գալիս եք եկեղեցի, ինչ եք փնտրում։ Ում եք փնտրում։ Ինչ եք ուզում։ Դե օջան լավ տեղ է։ Գալիս են նստում ենք, ասեցի տաքը լելու տաքը, ամառել հող է, դա միջավայր է, լավ ժամանակ ենք անցկացնում գնում ենք։ Ասեմ դες խափված եք։ Դե դուք Հիսուսին չեք ուզում ստեղ գտնել, խափված եք։ Ձեր ժամանակը մի վատնեք։ Գուցե մեկ ասի դե մի օր թող գան մի օր կգտնեն, բայց ես չգիտեմ այդ մի օրը երբ կլինի, կամ չգիտեմ քո վերջի րոպեն երբ կլինի։ Դուք ձեր առաջ մարդը կանգնած երկու անգամ մեռել հետ եկել։ Բայց որ հարցնեք տենց լինելու, կասեի չէ։ Ես չգիտեմ օրը տենց է լինելու։ Իմ կինը մի քանի ժամ կանգնած եկեղեցու սրահում սպասում է, որ իր ամուսինը կգա։ Իրանք մի ընկերները հելնում ես, նայում են իրան արագ դուրս են գալի, չի հասկանում ինչա կատարվում։ Ինքը եկեղեցու սրահում ինձ ասում է տեղակ չի որ մարդը մեռել ավտոյի մեջ։ Բիշտեր ասում են գիտես չկա, շո տարեք մորտ։ Մահացել ես մարդը։ Իմ ավակովը բարձանում է բեմ, ասում եկեք մեր Հովանես եղբոր համար աղոթին, չի պատկերացնում որ հով ինձ Հովանես է ասում, գիտի որ հովիկ պիտի ասի։ Բոլոր եկեղեցին աղոթում են, ընկերները մտնում են մեքենայի մեջ ու աղաղակում են Տեր, մեր ընկերոջը հետ վերադարձրա։ Ու ես հետ եմ գալիս։ Հետո ընկերներս հումոր էին անում։ Ասում է կինը տեկավ ճակատդ բաչեց, ասում է ասիր, ով կին, դուք ով եք։ Հիշողությունս կորել էր, ոչ մի բան չգիտեի ես։ Կինս էլ աշկելոց է, շո էլ բանեզի չի հիշում, բա ոնց է լինելու։ Հենա խաբար չէր որ են աստվածը որը հետա բերես մարդուն, դու բժշկելու էլ է իրան։ Ու մի օր ինքը կանգնել ես պես կարոզելու է։ Գիտեք ի՞նչն է տակ, որ դու Աստծուն ես փնտրում, ամեն բան փոխվում է։ Բայց ես քեզ կարող եմ 500 հատ պատճառ բերել, որ այդ օրի մեծ չի կարա նման վթար տեղի ունենով, ես մեռնեմ, հա, այնել ես մեռնեմ, ոնց կլինի։ Լավ, դե ինչքան գործ ունեմ անելու։ Բայց եղավ։ Լսեք։ Ավետարան ասում են, ինչ որ կատարվում ամբարիշտի հետ կարա կատարվի արդարի հետ էր։ Դա չափանիշ չի, որ դու արդար ես, եւ քեզ այդ ոչինչ չի կատարվելու։ Ես խոսում Աստվածաշունչը։ Ես միֆեր չեմ խոսում, որ դու արդար ես, քո այդ ոչինչ չի լինելու, քեզ թվում է։ Հետո ասում արևը ծագում է, համ ամբարիշտի վրա, համ արդա անձրևը գալիս, համ նրա վրա, համ նրա վրա։ Այդ նույն փոթորիկը կարա նրա կյանքում լինի, քո կյանքում լինի, բայց գիտեք իմ ու քո տարբերությունը, իմ քո ու նրանց տարբերությունը որն է, որ մենք այդ ամեն ինչի միջով Հիսուսի հետ ենք անցնում, իրանք առանց Հիսուսի։ Գիտեք ինչքան ծնողների եմ հանդիպել։ Գիտեք նայել եմ իրանց աչքերին տեսել եմ, որ գիտեք մեռած մարդիկ են։ Որտե պատերազմում կորցրել են իրենց երեխեքին։ Գիտեք ես միշտ ասում եմ, թե Հիսուսը չներ իմ կյանքում, ես էլ իրանց դասեմ, իրանց շարքին դասվելու, բայց Հիսուսը ինձ զորություն է տալիս անցնելու դրա մեջով ու կանգնելու մարդկանց պատմելու երկնքի մասին։ Փնտրեք Աստծո երեսը։ Փնտրեք Աստծո երեսը ամեն ժամանակ։ Ինքը ձեր կյանքերի համար ունի լավագույնը։ Լավագույնը։ Գիտեք շատ անգամ մենք ուրիշ բան ենք մտածում։ Մենք մտածում ենք մեր երեխային տանք Օսվորդի համալսարանը սովորելու դա լավագույնն է։ Բայց մենք չգիտենք որ գուցե այդ համալսարանը սովորելուց հետո մեր երեխան դառնում է մեկը,
որ պատուհաս է լինելու ամբողջ երկրի համար։ Մենք մտածում ենք դա լավ է, բայց մենք չգիտենք որն է լավը։ Բայց եթե որ մենք վստահենք ու փնտրենք Աստծուն, մենք հասկանանք որն է լավը։ Որն է լավը։ Ասմայեշերը փնտրելու գնացինք, բայց երբ տեսանք, որ չկան, Սամվելին գնացինք։ Գիտեք, գնացեք Տիրոջը։ Գնացեք Տիրոջը։ Տերը ձեր կյանքի համար ունի պատասխան։ Ցանկացած իրավիճակի համար ունի պատասխան։ Ու դու մտածում ես, դες երկրի լավ ապրենք, հետո ինչ կլինի։ Մի բան ասեմ, լավ ապրելը հարաբերական է։ Ես այնքան հարուստ մարդկանց հետ եմ հանդիպել, որ ամեն կարողություն ունեցել են, բայց հետները խոսում ես, հասկանում ես, որ միջև կոկորտները, չէ, գլուխների ծայրը, դառնության, դժբախտության, խռովության ու չգիտեմ ինչերի մեջ թաղված են։ Հանդիպել եմ մարդկանց, որոնք որ միջին վիճակագրության մարդիկ են եղել, ուրախ, զվարթ, որտեղ ունեցել են Հիսուսին։ Ես նաև հանդիպել եմ հարուստ մարդկանց, որոնք որ Հիսուսին են ունեցել, նրանք էլ են ուրախ, որտեղ իրանք իրենց հարստության վրա չեն ապավինած։ Ուրեմն գուցե մեկ ասին չէ հարստությանը դեմ եք, ոչ։ Բայց երբ որ հարուստ ապավինում իր հարստության, այստեղ է խնդիրը սկսում։ Բայց երբ որ հարուստ ապավինում Աստծուն, ըստ մի խնդիր չկա։ Գիտի որ ամեն բան Աստծով է, վերջ։ Ամեն բան Աստծով է։ Խնդրում եմ ձեզ, մտածեք, պարզապես մտածեք։ Ամեն առավոտ կանլուխ ում եք փնտրում, երեկոյան ում եք փնտրում։ Առավոտ սկսում եք Facebook-ով, իր գունը վերջացնում եք Facebook-ով, առավոտը սկսում եք Instagram-ով, երեկոն վերջացնում եք Instagram-ով։ Գիտեք, մենք մարդ ենք եղել, որ ազատ ժամանակ ենք ունեցել, գիրք ենք կարդացել։ Հիմա ով ազատ ժամանակ ունի, հեռախոսի մեջն է։ Խնդրում եմ ձեզ, մտածեք։ Կխնդրեմ կանգնեք ոտքի։